պատմիր նրանց, թե ինչպես ես անհետացա։ Շատ լավ, ուրեմն այսպես։ 19-րդ դար, Հայաստան։ Անդրկովկասի ամբողջ էլիտան խոսում է մի հայ երիտասարդի՝ Խաչատուր Աբովյանի մասին։ Եվրոպական բարձրակարգ Դորպատի համալսարանն ավարտելուց հետո նա վերադառնում է Հայաստան ու ամբողջովին փոխում հայերենը, այն դարձնելով ավելի հասկանալի։ Շատերը հիացած են նրանով, ոմանք էլ նրան մեղադրում են լեզուն աղավաղելու եւ հայերենը պարզունակ դարձնելու մեջ։ Աբովյանի համբավն էլ ավելի է տարածվում, երբ նա գերմանացի հայտնի բժիշկ Ֆրիդրիխ Պարոտի հետ նվաճում է Արարատի գագաթը։ Սակայն ամեն ինչ փոխվում է 1848 թվականի ապրիլի 2-ի առավոտյան։ Խաչատուր Աբովյանը առանց որևէ մեկին զգուշացնելու դուրս է գալիս տնից եւ հավերժ անհետանում։ Վարկածներից մեկն այն է, որ նրան գաղտնի աքսորում են Սիբիր, որտեղ էլ մնում է մինչև կյանքի վերջը։ Իսկ մյուս ավելի հավանական վարկածն այն է, որ նա դարձել է դավադրության զոհ իր պարտապանների կամ էլ իր աշակերտի հոր կողմից, որը Աբովյանին եւ իր կնոջը կասկածում էր գաղտնի սիրային կապի մեջ։ Ըստ ենթադրության, ինչ որ ամայի տեղում նրա կյանքին վերջ են տվել, հետո կամ թաղել մարմինը ինչ որ գաղտնի տեղում, կամ այն նետել գետը։ Շուրջ 2 դար անց Խաչատուր Աբովյանի անհետացումը մնում է հայոց պատմության ամենամեծ առեղծվածներից մեկը։ Իսկ դուք միացեք Ռուբենի էջին, քանի որ դեռ շատերի մասին է ձեզ պատմելու։ Շնորհակալ եմ։